Հատիս լեռան գագաթին մեկնարկած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ համալիրի լայնածավալ շինաշխատանքներին կամավորների երկրորդ խումբն է միանում։ Այս անգամ պատմական գործին իրենց ներդրումն ունենալու պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության անդամները, արցախցի ընտանիքներ, մեր երկրի ու տարածաշրջանի ամենաբարդ ճանապարհները հաղթահարած վարորդներն իրենց ամենագնացներով։ Մոտենում է Շին հրապարակին։ Այսօր խորհրդանշական օր է, որ առաջիններից եք արցախները երիտասարդներ այսօր մասնակցում շինարարությանը, դուք գիտեք իմ վերաբերմունքը վերացախցիների հանդեպ եւ ամենակարևորը ուզում եմ ասել, որ Սփյուռք, Արցախ, Հայաստան ունենք մեկ հայրենիք, որը նշան է, որ մենք բոլորս միասնական ազգովի կարողանանք կառուցել այս կառույցը Հիսուս Քրիստոսի արձանը իապասույց աշխարհի, որ մենք միասնական ենք իրար կողքի եւ դա կառուցում ենք, որ պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին։ Նպատակ ու երազանք պետք է պահեք, որ իրականանա դա փոխանցեք ձեր հարազատներին, ձեր սերունդներին, որ դարեդար դա հիշվի։ Դե արագացեք, այսօր դու ես ցեղեցնելը։ Ինչ նպատակ ունես, դաս ինչ ես ուզում դառնաս։ Զինվոր ու գեներալ։ Հա։ Շուշիից բերված հողակ։ Այո։ Արցախցիներն են փոխանցել մեզ, որ մենք անպայման էս պահել էինք մեր մոտ գրասենյակում, բայց հետո թիմով որոշեցինք, որ սրանից ավելի լավ ու պատմական օր չենք կարողանա ունենալ, ուզում ենք, որ Շուշիից բերված հողը անպայման լինի Քրիստոսի արձանի հիմքում։ Ուրեմն հիմա ցեխը լցնելուց մեր կուվետրո կլցնեն, դրանց հետո էս գցեք, որ բոլորն էլ տեսնեն ու ցեխը կլցնեն։ Սա բոլորդ էլ հիշելով, փոխանցելով, որ այսպեսի աշխատանք են կատարում։ Տեղահանված ու բազմաթիվ զրկանքների միջով անցած երիտասարդները վստահ են, որ Շուշիից բերված հողը այս համալիրի հիմքում կդառնա պատմական արդարությունը վերականգնելու նոր հույս։ Արցախից բերված հողը, Շուշիի հողը լցնում ենք Քրիստոսի արձանի հիմքում, Հայաստան-Արցախի երիտասարդների կողմից։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր դարձա այս ամենի մի փոքր մասնիկը, քանի որ մեր բոլորի կողմից շատ սիրված, հարգված, մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը այսօր մեր սերնդի ու գալիք սերնդների համար կերտում է պատմություն։ Հայի պատմությունը սա մի վերագտնելու հնարավորություն է իրեն, մասնակցելով համազգային խնդիրներին Արցախցին վերականգնում է իր երբեմնի կոտրվածությունը, որը եղել է։ Ես կարծում եմ, որ միայն այսպես կարելի է գործողություններով կարելի է վերագտնել այն արժեքները, որ ափսոս մենք կորցրեցինք։ Ժամանակավոր հուսով եմ։ Ինչպես նշեց պարոն Ծառուկյանը, Հայաստան-Արցախ Սփյուռք բոլորս համախմբված, սա հենց մեր համախմբման խորհրդանիշն է, աշխարհում նման չունեցող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը, իսկականից սա շատ նշանակալից օր է մեզ արցախցիներիս եւ առհասարակ բոլոր հայության համար։ Տպավորությունները անբացատրելի են, այս կառույցը ոչ միայն Հայաստանի հայոց պատմության մեջ է գրվելու, այլ նաև համաշխարհային պատմության մեջ, համաշխարհային զբոսաշրջության քարտեզի մեջ իր ուրույն տեղն է ունենալու։ Զգացողությունները այնքանով են տպավորիչ ու լավը, որ դառնում ենք մի մեծ գործի մի փոքր մաս։ Շատ վեհ
վայրում ենք մենք հիմա գտնվում, որը որ շուտով ամբողջ աշխարհում արդեն մեծ դեր ու նշանակություն կունենա ու այսպես կթնդա իր անունը։ Մենք մի մասնիկն ենք դառնում այս պատմական շքեղ ու գերհզոր մշակութային կոթողին։ Զգացողությունները անբացատրելի են, քանի որ հասկանում ես, որ մասնակցում ես մի շինարարության, որի մասին պատմության մեջ ոսկե տառերով գրվելու է, մասնակցում ես մի շինարարության, որը տարիներ, դարեր շարունակ լինելու է Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Արցախի տարբեր երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ կապ հաստատեցին ինձ հետ ու ցանկություն հայտնեցին, որպեսզի գան այստեղ ու դառնան մի մասնիկը այս պատմական իրադարձության։ Ու երբ փոխանցեցի պարոն Ծառուկյանին, իհարկե մեծ ուրախությամբ պարոն Ծառուկյանը մեզ չմերժեց։ Առաջիկայում միանշանակ նման առիթներ էլի լինելու են, ինչպես ասում են, դժվարն առաջիններ։ Եկիր հինգ Արցախ, խմինք են ջիրավ, սրտը սուհանա, ցավը սմանա, եկիր հինգ Արցախ։ Շինաշխատանքներին միացած կամավորների հաջորդ խումբը Հարություն է կատարվում, կարծում եմ այդքանից արդեն անգամ տեսախցիկով երևում է, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել։ Շատ լուրջ ճարտարապետական գործ արված ու սա ուղղակի հիմա սենց հիմքերը որ տեսնում ես, պատկերացնում ես, ինչպիսի ահռելի մեծ կառույց է լինելու։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը իր պատվանդանով 101 մետր է, մեր ակումբակիցներով, ընկերներով որոշեցինք այսպիսի խորհրդանշական ավտոերթ կազմակերպենք Հատիս լեռան գագաթ 101 ամենագնացներով։ Միջոցառումը կայացավ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին, որ մեր գաղափարը իրականություն դարձրեց։ Շատ տպավորված ենք, շատ ենք լսել, որ կառուցվում է, ամենամեծ արձանը, բայց մինչև չես գալիս, չես տեսնում հիմքը, ճիշտ է, հիմա մենակ հիմքն առաջին հարկն է, բայց արդեն այդ իր մոնումենտալիզմը արդեն կարողանում ես էլի պատկերացնել, իսկապես շատ տպավորիչ է։ Եվ վերջում Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարական աշխատանքներին մասնակցելու համար կամավորները հավաստագիր են ստանում։ Ուրեմն դռները բաց են բոլորի համար, Սփյուռք, Արցախ, Հայաստան, բոլոր մեր հայրենակիցները, ով ցանկանում է, դռները բաց է, կազմակերպելու գալու զանգերը շատ են, բոլորին էլ հրավիրում ենք։ Տես դու գալիս զգում եք, որ հոգի կա, շունչ կա, հզորություն կա, սա հիմնական հաշտության, համերաշխության, ազգի միավորման խորհրդանիշն է։ Բոլորը բարձրանալով պետք է ամեն ինչ մոռանան, չարություն նախանց, մեկը մեկի վրա ցեխ շպրտել, այլ պետք է կարողանան ազգովի միասնական իրար կողքի կանգնած լինեն, քար դնեն, նպատակ պահեն, որ այդ բոլոր նպատակները իրականություն դառնա։ Անհատական չի լինի, միասնական պետք է լինի։
Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։